Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 8 տարի առաջ այսօրը այս շենքում Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեց, այսօրվա վարչապետը։ Ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ դարձավ վարչապետ այն հույսով, որ բարեկեցություն է բերելու եւ խաղաղություն Հայաստանին եւ Արցախին։ 8 տարվա ընթացքում նա խոստացել էր մեզ, որ երկիրը ունենալու է արդար համակարգ, որ երկիրը լինելու է բարեկեցիկ, մարդիկ սկսելու են լավ ապրել եւ անվտանգ։ Ինչպես նաեւ խոստացել էր բոլոր գյուղացիներին, որ իրենց գյուղերում իրենք հնարավորություն կունենան լավ ապրեն եւ չլքեն գյուղերը։ Բազմաթիվ հարյուրավոր են նրանց խոստումները։ Անցել է 8 տարի։ Մենք նույն փողոցում ենք կանգնած, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոխրացել։ Դուք չեք տեսնում, ամեն ինչ փոխվել է։ Այո, Խաղաղություն է արդեն եւ զարգանում են։ Խաղաղություն խոսք տալով բերեց 3 պատերազմ։ Բարեկեցություն խոսք տալով բոլորի վրա վերցրեց $10,000 ամեն ընտանիքի վրա վարկ։ Հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկեց 2-ով եւ այդ նույն ժամանակ խոսք տալով, որ աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթարվի երկրում, աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը չհաղթարվեց, անգամ աղքատությունը 2%-ից ավել էլ չիջավ մեր երկրում, բայց իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևաճարներ բաժանեցին, իրենց ամբողջ շրջապատին գործի տեղավորեցին, ՔՊԱ-ականները բոլորը պաշտոններ ստացան։ 8 տարվա ընթացքում հեղափոխությունից հետո, մարդկանց հույսերից հետո շահելա մի խմբակ։ Իսկ հայ ժողովուրդը ինչին հասել է իր աշխատանքով։ Ով մի քիչ բարեկեցության է անգամ հասել է իր աշխատանքով։ Պետությունը դրա մեջ մասնակցություն որևէ կերպ մեծ իմաստությամբ չի ունեցել։ Աղքատությանը որևէ հաղթանակ աղքատության մեջ մենք չենք տեսել։ Պարոն Կարապետյան 3 չարկում քաղաքացիների։ Հենց 3 ես Սպիտակի շրջանում էի եւ այնտեղից ձեզ խնդրում են, որ այցելեք Սպիտակի շրջանի գյուղեր եւ մի հատ տեսեք, թե ինչպես են իրենք ապրում։ Ու ասեցին, երբ ձեզ ասեն, որ աղքատությունը հաղթարված է, թող գան մեր գյուղեր հաղթարման շեմին է, պատկերացրեք ամեն 5-րդ հայաստանցի աղքատության մեջ է ապրում օֆիցիալ տվյալներով։ Այսինքն մոտապես 600,000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում։ Հիմա քաղաքացին ինչպես իր գրպանի վրա, ինչպես զգա Ռուսաստանի հետ կապված երեկվա հատկապես զարգացումները, դեսպանին ԱԳՆ կանչել եւ այլն, ԵՄ գագաթնաժողովի Զելենսկու հրավերի ֆոնին։ Տեսեք, մեր երկիրը ունի առևտրային գործընկերներ, շատ քիչ առևտրային գործընկերներ։ Այդ առևտրային գործընկերների հետ հարաբերությունների խաթարելը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։ Հնարավորություն չի տալու այն շրջաններում, որտեղ պետությունը չի կարողացել աշխատատեղ ստեղծի, անգամ այդտեղ մարդկանց գոնե առաջ հնարավորություն էր տրվում գնային արտագնա աշխատանքի։ Դա ռիսկի տակ են դնում։ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է արտահանում։ Բերքը մեր ամբողջ գյուղատնտեսական արտահանվում է, ռիսկի տակ ենք դնում։ Մի քանի նկարի համար։ Այսպես չեն վերաբերվում սեփական ժողովրդին։ Շոուն լավ բան է, եւ դա արժեք չունի։ Պարոն Կարապետյան, Հայաստանի բարեկամ պետության Ֆրանսիայի նախագահի հասցեից ասոցներ արտահայտությունը մենք չի բարական Եկեք բառապաշարների մրցույթը եթե հայտարարենք, մենք մի տեղ կա, որ մենք իրապես զիջում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դա բառապաշարների օգտագործման հաճախականության եւ տերմինոլոգիայի մեջ։ Այն բառապաշարային, այն բառամթերքը, որ իրենք են մտցրել Հայաստան, այլ երբեք Հայաստանում չի եղել։ Ամեն օր նոր վիրավորանք, ամեն օր մի նոր սանդղակ են խփում բարձրանում։ Ու դրա հիմնադիրը հենց այսօրվա վարչապետն է, ու մեր ժողովրդի դեռ միամիտ հատվածը շարունակում է հավատալ։ Այդ մարդը, այսինքն դուք ճիշտ եք համարում Հայաստանի վարչապետի կողմից, ես էլ ձեզ եմ հարցնում, ճիշտ եք համարում մարդկանց
ձեր ներկայությամբ անգամ չեմ կարող ասել ինչ բառապաշար օգտագործել, մարդկանց հասցեին։ Երբ որ մեր երկրի ղեկավարը մեր սրբազան հայրերի հասցեին վերջի բառներ օգտագործում, դուք իրան հարցրել եք։ Պարոն Կարապետյան, Իսկ դուք երեք Նիկոլ Փաշինյանը ձեր լրատվամիջոցը հարցրել է։ Պարոն Կարապետյան, երեք Նիկոլ Փաշինյանը հասունիցից հետո հայտարարեց, որ դատական հայցել էր կազմելու Սաղեր Կարապետյանի դեմ այդ սնկերի վերաբերյալ Ինչն է հարցը, ասում եք չի կերել, թե որն է խնդիրը։ Գիտեմ, դուք պետք է իմանաք այդ խոսույթը ձեր եւ Չէ, Նիկոլ Փաշինյանի Ինչից, որ սունկ է կերել, թե որ չի կերել այդ սունկը։ ասում է դատական հայց է ներկայացնելու, որ մնացածը չեմ ուզում գտնել։ Այսինքն սունկ չի կերել։ Պետք է ուսումնասիրենք, կերել է թե չէ, դատարանը թող ուսումնասիրի։ Կարծեմ, ինձ թվում է ցանկալի կլինի բաց դատ լինի, որ դատարանը ուսումնասիրի, սունկ կերել է թե չէ, 1 տոննա թե ինչքան է կերել եւ որ պահերին է կերած եղել սունկ։ Օրինակ Facebook որ մտնում ես, մտածում ես, մոտապես գուշակում ես, կարող է հուսով եմ դա սունկն է, այսպես ասեմ։ Եթե այսպես է